Սիրելիներս, մենք շատ լավ գիտակցում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը կարող է գալ ամեն պահի եւ սպասում ենք նրան։ Եվ եկեք այն ժամանակը, որ Աստված մեզ տալիս է, օգտագործենք ի օգուտ եկեղեցու, ի օգուտ Հիսուսի զավակների, բայց մենք դա ինքնուրույն մեզանով չենք կարող անել։ Յուրաքանչյուր քայլը, խոսքը, գործը, որ մենք անում ենք, առանց Աստծու չենք կարող անել։ Դա Տիրոջ Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում եւ գործում մեր միջով, այն դեպքում, եթե մենք ընդունել ենք Աստծո լիակատար բացարձակ կամքը մեր կյանքի վրա։ Երբ մենք ամեն օր խնդրում ենք, որ Տերը գործի մեր միջով եւ Տիրոջ կամքով լինի ամեն ինչ, թե մեր ծառայությունը, թե մեր կյանքը, անձնական, ընտանեկան, թե մեր շփումը մարդկանց հետ, այսինքն ամեն կողմը կյանքի մենք հանձնել ենք Հիսուս Քրիստոսին, մենք հանձնել ենք մեր Տեր Աստծուն եւ խնդրում ենք ամեն օր, որ նրա կամքը լինի եւ նա գործի մեր կյանքում, այդ դեպքում, քանի որ մենք մեր կամքը արտահայտել ենք ամբողջովին սրտանց, ամբողջ հոգով, մտքով, որ սա է իմ կամքը, որ Տեր Աստծու կամքը գործի իմ կյանքի բոլոր կողմերում բացարձակ կերպով, որ ես ոչինչ չեմ ուզում ինձանով, իմ խելքով անեմ, իմ մտքով անեմ, իմ պատկերացումով, ես ուզում եմ իմ Տերը գործի, նա ինձ առաջնորդի, նա ինձ սովորեցնի, նա ինձ ցույց տա, այդ դեպքում Աստված ամբողջովին է գործում մեր կյանքում։ Եվ առանց Աստծու մենք էլ ոչինչ չենք կարող անել։ Եթե մինչև Աստծու կամքը ընդունելը դու շարժվում ես քեզանով, քո խելքով, քո մտածմունքներով, քո էմոցիաներով, եթե դու արդեն ընդունել ես Տիրոջ կամքը եւ քայլում ես նրա հետևից, ուզում ես ամեն գործդ, խոսքդ, ամեն ինչ ուզում ես նրա առաջնորդությամբ լինի, այդպես էլ լինում է։ Եվ այդ պահից մենք սկսում ենք մեր վրա զգալ, որ ախր առանց Տիրոջ մենք ոչինչ չենք կարող անել։ Ինչպես ենք ապրել մինչև այդ առանց Տիրոջ մենք ոչինչ չենք կարող անել։ Եվ ես ուզում եմ դրա մասին խոսել այս իմաստով, որ առանց Տիրոջ մենք չենք կարող խոսել նրա գալստյան մասին, խոսել նրա մասին, քարոզել։ Տեր Հիսուսն ասել է, եթե ես չուղարկեմ, ինչպես կքարոզեն։ Մեզ խոսք տալիս է Տեր Հիսուս Քրիստոսը, մեզ առաջնորդում է Տեր Հիսուս Քրիստոսը իր Սուրբ Հոգով, բայց ես խոսում եմ միայն այն մարդկանց մասին, ովքեր իրոք ամբողջովին պատկանում են Հիսուսին, որովհետև կան մարդիկ, որ ամբողջովին չեն պատկանում Հիսուսին, բայց իրենց թվում է, որ իրենք բացարձակ ճշմարիտ քրիստոնյաներ են։ Ես նրանց մասին չեմ խոսում, ես խոսում եմ ամենախոնարհների մասին, ովքեր իրենց խոնարհության մեջ են գիտակցում եւ ճանաչում, որ եթե Աստված մի վայրկյան մի ակնթարթ իր ձեռքը վերցնի մեր վրայից, իրենց վրայից, մենք էլ ոչինչ չենք կարող անել։ Եվ Աստված ուզում է, ես դա հենց իմ օրինակով եմ ասում, Աստված ուզում է, որ մենք հասկանանք, որ առանց իրեն մենք թույլ ենք, մենք տկար ենք եւ իրենով ենք մենք ուժեղ։ Աստված ուզում է, որ մենք զգանք մեր տկարությունը, թուլությունը, որ մենք հասկանանք, որ մենք Աստծու հետ ենք ամբողջական դառնում, որ մենք խոնարհություն գտնենք մեր Աստծու առաջ, որովհետև նա ով խոնարհ է, նա օրհնված է, նա օրհնյալ է։ Ամենախոնարհներն են ամենաօրհնյալները։ Եվ մենք մեր խոնարհության մեջ խոնարհությամբ զգանք մեր տկարությունը եւ կիսատ լինելը, որովհետև Աստված ու մարդ մենք Աստծո զավակներն ենք եւ երբ մենք ընդունում ենք մեր Տիրոջը, մենք ամբողջականանում ենք, ամբողջանում ենք նրա հետ, մենք միաձուլվում ենք մեր Տիրոջը, նա իր Սուրբ Հոգով ապրում է մեր մեջ եւ մենք նրա մեջ ենք, մենք դառնում ենք մի ամբողջություն եւ մեր գլուխը մեր Տերն է։ Նա է մեզ ղեկավարում, նա է մեզ առաջնորդում։ Դա մի կատարելություն է Աստծո ստեղծած, երբ մարդը Աստծո մեջ է։ Եվ Աստված ուզում է, որ մենք դա հասկանանք, որ մենք տկար ենք առանց իրեն եւ կանչենք իրեն եւ փնտրենք իրեն եւ ուզենք իր կամքը եւ խնդրենք իր կամքը եւ ձգտենք Տիրոջ կամքին, որ նա լինի մեր հետ, նա լինի մեր մեջ։ Մենք ապրում ենք աշխարհի ամենավերջի օրերի վերջին վայրկյաններում, ուղղակի նայեք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Նայեք, թե ինչ է կատարվում։
Ես այսօր առավոտյան նայեցի այն տեսանյութը, որտեղ որ Տրամպը ինչ որ չհասկացա երեկույթ էր, խնջույք էր, ինչ էին կազմակերպել, ես թեթև նայեցի, որտեղ որ Հիսուս Քրիստոսի նկարն էին նկարել եւ այլն, եւ այդ ամենով նա ցույց է տալիս, որ Հիսուս Քրիստոսը գալիս է եւ շատ կարճ է մնացել, հիմա չեմ ուզում դրա մասին երկար խոսել, այսինքն աչքերը բացում ենք առավոտից ու տեսնում ենք, թե աշխարհում ամեն ժամի հետ ինչքան է մոտենում երրորդ համաշխարհային պատերազմը եւ Տիրոջ գալուստը եւ Հակաքրիստոսի իշխանության ժամանակը այս ամեն ինչ պատրաստ է։ Մի խոսքով, չեմ ուզում հիմա դրա մասին երկար խոսել, ուզում եմ ասել, որ Տիրոջ կամքի մեջ լինենք, խոնարհության մեջ եւ օգտագործենք ժամանակը, որպեսզի ծառայենք նրան եւ որպեսզի խոսենք ու ասենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է, մարդիկ ընդունեք ձեր փրկչին, ձեր Տիրոջը, ձեր Տեր Աստծուն, ընդունեք նրան, նրա տված փրկությունը, նրա տված հավիտենական կյանքի պարգևը ընդունեք, որովհետև ժամանակ չկա, որովհետև երբ Տեր Հիսուս Քրիստոսը տանի իր ընտրյալ զավակներին, իր եկեղեցուն, իր հարսին տանի, դրանից հետո Հակաքրիստոսի ների իշխանությունն է եւ փրկություն գտնելու եք միայն, քրիստոնյաները փրկվելու են միայն մահի միջոցով, ֆիզիկական, մարմնական մահի գլխատման միջոցով եւ իհարկե, մեզանից ոչ ոք չգիտի, որ իր վերջին ժամը կամ վերջին օրը այս երկրի վրա որ օրն է։ Յուրաքանչյուր մարդ կարող է ցանկացած օր ուղղակի այլևս չլինել ֆիզիկապես եւ ֆիզիկապես մահից հետո մենք ուր ենք գնում, մենք կանգնում ենք մի ճանապարհին մի կետում, որտեղ երկու ճանապարհ է բացվում, դժոխք եւ դրախտ, ուր ես ուզում դու գնալ եւ հավիտենական կյանք Աստծու կողքին, թե հավիտենական կյանք, այսինքն մահ դժոխքում մենք ամեն օր, ամեն ժամ կարող ենք ընտրել եւ ընդունել մեր փրկությունը Հիսուս Քրիստոսով Եվ շատ ցավ եմ ապրում ամեն անգամ, երբ հասկանում եմ, տեսնում եմ, որ իմ ժողովուրդը քրիստոնյա լինելով չի հասկանում եւ չի ճանաչում Տեր Հիսուս Քրիստոսին, որպես Աստված եւ որպես փրկիչ, չեն ճանաչում Տեր Հիսուս Քրիստոսին եւ չգիտեմ, որ իրենց փրկությունը Հիսուս Քրիստոսի մեջ է, ոչ թե ուղղակի հավատալ, որ Աստված գոյություն ունի։ Հավատալ, որ Աստված ամենազոր է, որ կա, դա չի փրկությունը, բայց մեր ժողովրդից շատերը շատ մեծ մաս չգիտի իր փրկությունը ով է, իր փրկությունը որտեղ է եւ ընդունեք ձեր Տիրոջը, ձեր փրկչին եւ ձեր դատավորին Հիսուս Քրիստոսին, ձեր Աստծուն, Հայր Աստծու որդուն, ով նույնպես Հայր Աստծու հետ էր ամենասկզբից եւ արարիչ ու ստեղծիչ Աստված է Եվ հոր հետ ստեղծեց այն ամենը, ինչ որ կա, ողջ տիեզերքում ինչ որ կա, ընդունեք ձեր Տիրոջ տված հավիտենական կյանքի պարգևը, որ նա տվեց ձեզ իր արյամբ։ Եվ խոսենք ու ասենք, պատմենք, որ Տեր Հիսուս Քրիստոսը գալիս է։